Դες ինչու պետք է ընտրի օրինակ քաղաքացիական պայմանագրի անդամը կամ դերկուսակիցները, ինչ արժանիքի համար դες պետք է ընտրի։ Նախ կարծում եմ, որ քաղաքացիական պայմանագրի կուսակցության ցուցակում բոլորն էլ արժանավոր մարդիկ են, այս կամին կերպես ասում ծառայություն են մատուցել եւ Հայաստանի Հանրապետությանը եւ ակտիվ ներգրավված են եղել կուսակցական աշխատանքներում, ես եւս կուսակցության հիմնադիր անդամ եմ, կուսակցականի կարգավիճակով աշխատել եմ Արմավիրի քաղաքապետ, կարծում եմ բաց չեմ աշխատել որպես Արմավիրի քաղաքապետ, հետո կարճված աշխատել եմ Արմավիրի մարզպետ, հիմա տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում եմ աշխատում, սա եւ աշխատանքի գնահատական կարելի է դնել համարել եւ նաեւ նախկինում իմ ստանձնած առաջնորդության պրոցեսի շարունակություն, այսինքն քաղաքացիական պայմանագրի կուսակցության պատվիրակները կուզեն, որ ես լինեմ առաջնորդների ցուցակում, ովքեր առաջիկա ազգային ժողովի ընտրություններում կուսակցությանը առաջնորդեն դեպի հաղթանակի։ Կարծում եմ տրամաբանությամբ ես կառավարությունում թե ազգային ժողովում եք տեսնում։ Այդ հարցերը բոլորը քննարկման ենթակա հարցեր են, ես չեմ կդժվարանամ հիմա պատասխանել, որովհետև եթե 2 տարի առաջ ասեին, որ մենք ես նախարարի կարգավիճակում տեսնում եմ, այդ ժամանակ էլ չէի պատասխանել։ Բայց հոգնել եք նախարարի պաշտոնից, որ ուզում եք պատգամավոր դառնալ։ Եւ երկկառուցվածքների նախարարի պաշտոնը ինքը հետաքրքիր պաշտոն է, Նաեւ ծանր չէ, որոշ ծանր Հայաստանի Հանրապետության ենթակառուցվածքներին եւ ոչ միայն ենթակառուցվածքներին, նախարարության համակարգման ոլորտում պետության համար կարևոր բազմաթիվ ոլորտներ են եւ ես ուրախությամբ եմ կատարում իմ աշխատանքը նաեւ այս կարգավիճակում։ Այս նոր ներդրված մեխանիզմը հնարավոր է վարակիչ լինի այլ կուսակցությունների դեպքում։ Գրեթե բացառում եմ, որովհետեւ սա ժողովրդավարության օրինակ է, եթե սա ցանկություն ունենային կուսակցությունները, ապա նախկինում 90-ականներից սկսած դաշտը բացել եւ իրենք կարող են այս մեխանիզմը ներդնել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բազմաթիվ կուսակցությունների ցուցակը գրել են եւ գրում են 1-2 հոգի մի աշխատասենյակում փակված, ես գրեթե բացառում եմ, որ առնվազն խոշոր կուսակցությունների մասով այսպիսի որոշում կայացնեն, սա քաղաքացիական պայմանագրի բնորոշ որոշում է եւ իմիջիայլոց ես կարծում եմ նախորդ շրջանում մեր քաղաքական հաջողությունների զգալի մասը պայմանավորված է եղել ընդհանրապետությամբ, այն ժողովրդավարությամբ եւ թիմում միմյանց հանդեպ վստահությամբ, ինչի ականատեսը նաեւ այսօր է այս պրոցեսի արդյունքում։